Բարի երեկո, Մեծիաբի եթերում է Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ Հայաքվեի խորհրդի անդամ միջազգայնագետ Արմեն Մանվելյանի հետ, բարի երեկո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերին։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Պարոն Մանվելյան, քարոզարշավը սկսել է եւ մենք հիմա տեսնում ենք հատկապես իշխանական, քարոզիչները դռնեդուռ ընկած քվե են մուրում եւ այդ քվեն բացի այն որ իրենք հասկանում են որ եւ վախերը նաեւ հաշվի առնելով, հասկանում են որ դա ոչ 18 թվականն է, ոչ 21 թվականն է, սա մի իրավիճակ է, որ իրենց լինել չլինելու մասին է, իսկ ընդդիմության, իրական ընդդիմության համար Հայաստանի լինել չլինելու մասին այս ընտրությունները։ Հիմա սրանք կրկին ստերով, այդ նույնիսկ սադրելով ժողովրդին փորձում են այդ ընտրաշավը համարել կայացած եւ վստահաբար ասում են, որ մենք ենք հաղթելու։ Ինչ պիտի անի ընդդիմությունը այս ընթացքում, որ չի կարողանում անել, որովհետեւ օրակարգում էլի մնում է իշխանությունը, որովհետեւ Նիկոլը ինչ խոսում է, թե համացանցը, թե քաղաքական այս խոսույթը հարցազրույցների շարքերում եւ այլն, մենք միշտ անդրադառնում ենք այն օրակարգին, որը Նիկոլը ասպարեզ է գցում։ Նայեք, այս խնդիրը հետեւյալն է, որ եթե դուք ուշադիր եք, ապա քաղաքական օրակարգ որպես այդպեսին չկա։ Այո։ Օրակարգերը ավելի շատ, ու վաղուց չկա, ճիշտ եք նկատում։ Եվ օրակարգերը, որոնք քննարկվում են, ավելի շատ ոչ քաղաքական են, բայց որոշակի էմոցիոնալ կամ կեղծ էմոցիաների վրա հիմնված։ Ու այս առումով գոնե ընդդիմության մի մասը, անձինս օրինակի համար նույն ուժեղ Հայաստանին, որին Հայաքվեն աջակցում է, գոնե մի քանի տենց թեզեր գցել են, որոնք աշխատել են, նույն հիշենք այդ չինական սնկի պատմությունը, որը շատ մեծ արձագանք գտավ, նույնիսկ իրանք դուրս եկան պատասխանեցին, այսինքն ցավոք սրտի բնակչության մի հսկայական հատված այս մակարդակի վրա է ընդունում քաղաքականությունը։ Սա որոշակիորեն նաև տոտալ քաղաքական անգրագիտության հետևանք է։ Մենք շատ ենք խոսում մեդիա գրագիտության մասին, բայց ավելի շատ պետք է սկսենք խոսալ նաև քաղաքական գրագիտության մասին։ Մի բան, որը ասենք թե արևմտյան շատ երկրներում, հատկապես արևմտաեվրոպական երկրներում լուծված է։ Իրանք լուծել են այդ խնդիրները մի շարք ինստիտուտներ օգտագործելով։ Հետևաբար սա հարցի մի կողմ է, այսինքն քաղաքական խոսույթի բացակայությունը։ Հարցի մյուս կողմն էլ թե ընդդիմությունը անձինս այն անցողիկ ուժերի, որոնք կան, ինչպես պետք է աշխատեն։ Ճիշտ եք նկատում, այստեղ պետք է կարևորը օրակարգ թելադրել։ Այսինքն նա ով կարողանա օրակարգ թելադրել եւ նրա խոսքը եւ հայտարարությունները դառնան օրակարգային, իշխանությունը սկսի քննադատել եւ այլն, փորձել նրանց կպնել, նրանք էլ շահելու են այս ընտրությունները։ Այսինքն իհարկե սա չի նշանակում, որ քաղաքական խոսույթ չպետք է լինի, սա չի նշանակում, թե քաղաքական ծրագրեր չպետք է լինի, որտեղ բնակչությունը միաձև չի, մի խավ չի, սա տարբեր շերտեր են, տարբեր ընկալումներով, տարբեր հասկացություններով, տարբեր խնդիրներով, մարդիկ կան, ովքեր ազգային հարցերն են կարևորում, մարդիկ կան, ովքեր սոցիալական խնդիրներն են կարևորում, կան երրորդներ, որ թքածուն են թե նրա վրա, թե նրա վրա, եւ տարբեր մոտեցումներ ունեն։ Այսինքն այստեղ պետք է շատ կարևոր է, որպեսզի այնուամենայնիվ բնակչության մի հսկայական հատվածի, գոնե մեծ մասին, բացատրել մի բան, որ առաջիկա ընտրությունները սա քաղաքական ընտրություն չէ, սա վատ կամ լավ քաղաքական կուսակցություն միջև ընտրություն չէ, սա ընտրություն է լինելու Հայաստան լինել չլինելու միջև։ Այսինքն կամ Հայաստանը, եթե Նիկոլ Ասվածչյանի մնա չի լինելու, կամ Հայաստանը կլինի, եթե ընդդիմությունը գա իշխանության, ու տվյալ դեպքում Հայաքվեն աջակցում է Սամվել Կարապետյանի քաղաքական դաշինքին։ Այո, հուշագիր ստորագրեցիք։ Եվ սա շատ կարևոր է, որպեսզի բնակչության մի հսկայական հատված, ով որ sense անտարբեր է, հասկանա, որ սա որոշվել է իրենց երեխաների հարցը։ Եթե իրենք չեն ցանկանում կրկնել ինչ որ տեղի ունեցավ Արցախում 2 տարի առջև չգան իրենց դռները ծեծեն, ասեն ձեզ 24 ժամանակ լքելու եք Հայաստանը, ապա իրենք չպետք է թույլ տան, որ այս մարդը մնա իշխանությանը։ Սա է ամենակարևոր մեսեջը, որ պետք է բոլորին հասցնել։ Բայց պարոն Մանվելյան, նայեք, մենք անընդհատ փորձում ենք թե հարցազրույցների տեսքով, թե հիմա էլ քարոզարշավի փուլն է սկսել հայտարարություններով, ճամարտակելով եւ այլն, մարդկանց բացատրելով անհատական եւ այլն, բայց նաեւ ինչ անում, Նիկոլը, որը ըստ իս հաջողում է սուտ
որը եւ ականջահաճոյա եւ մարդիկ այդքան էլ չեն մտածում, որ դա սուտ է։ Ինչ ասում։ Օրինակ, տատիկ պապիկներին եւ որ ինքը հանդիպում, ասում են, ձեր թոշակը բարձրացավ, ասում են այո։ Ինչպես էս, հա, արձերն էս առևտուր անում եւ այսինքն ինքը ամեն բան փորձում է այնպես ստանել, հա, որ այդ տատիկ պապիկի վրա ազդի, կոնկրետ ազդի։ Երեք օրինակ նայում եմ մի տատիկ ասում է, որ Աստված քեզ ուղարկել է, դու պիտի ցմա ղեկավար ես։ Լավ, ես հիմա այդ իսկապես շատ էի նյարդայնացել, բայց ասենք հիմա այդ տատիկը, ասենք իմ ճակատագիրը որոշելու է եւ Աստված թող իրան երկար տարիների կյանք տա, բայց չգիտես, հա, այն տատս էր միշտ ասում, հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել։ Հիմա այս տատիկը վաղ գնալու իմ ճակատագիրը որոշելու է եւ տատիկներն են գնալու որոշեն, որովհետեւ այս մարդը 10,000 դրամ թոշակ ավելացրի։ Հիմա մենք այդ մարդկանց ո՞ց կարանք բացատրենք, որ դա ոչ թե ընտրա թոշակի բարձրացում է, որը այդ 10,000-ով քանի կար դու միս պիտի առնեիր եւ այդ միսն էլ չես կարանալու առնես, որտեղ այնքանա թանկացել, մտնում ես սուպերմարկետ 10,000-ը ոչ մի նշանակություն արժեք չունի, հա։ Ոնց պիտի կարողանանք այդ մարդկանց բացատրել, որ դա լուծում չի, հա, ստամոքսի հարց չի, սա երկրի պետականություն ունենալու հարց է։ Մարդը կոնկրետ ասում է սեպտեմբերին պատերազմային, նաև սադրելով, հա, այդ խաղաղություն, անվտանգություն թեզերը առաջ մեջ չգցելով։ Նայեք, խնդիրը հետևյալում է, որ ոնց որ ասեցի, տարբեր սոցիալական խմբեր կան։ Այսօր ամենաանդիմադիրը դա երիտասարդությունն է։ Ու դուք ճիշտ եք նկատել, այդ երիտասարդության ճակատագիրը, եթե իրանք չգան ընտրություններ, որոշել են այդ տատիկ պապիկները, որոնք ի տարբերության երիտասարդությունը շատ ավելի մոտիվացված են, ավելի կազմակերպված են, որպես կանոն գալիս են ընտրությունների կամ իրանց բերում են։ Օրինակ, երբ որ հայակվեն դիտորդություն էին կանում էջմիածում, մենք տենում ենք ոնց են այդ տատիկ պապիկներին բերում, որոնք արդեն գիտեին, թե ում են կողմ քվեարկելու։ Հիմա նույնը կրկնվելու է այս անգամ, որպեսզի իսկապես երկում փոփոխություն ունի, շատ կարևոր է երիտասարդության ակտիվությունը, որտեղ բացի այնից, որ նրանք շատ ընդդիմադիր հայացքներ ունեն ի տարբերություն մեծ հասակների, նրանք նաև շատ լավ հասկանում են, որ իրենց ճակատագրի խնդիրն է, բայց ինչ որտեղ նաև նրանց պետք է բացատրել, որ սա ձեր կյանքի ապագայի հարցն է, դուք այս երկրում ապրելու եք, աշխատելու եք, ընտանիք եք ստեղծելու, թե դուք բռնելու եք արտագաղթի ճանապարհը եւ փախնելու եք Հայաստանից։ Դա կրթության հետ կապ ունի, պարոն Մամեդյան։ Բացարձակ կապ չունի կրթության հետ։ Հավատացեք ինձ, դա կապ չունի։ Դա կապ ունի մի շարք հանգամանքների հետ։ Ցավոք սրտի շատ կարևոր է այն դասիրակությունը, որոնք այդ երիտասարդությունը ստացել են, որը միշտ չէ, որ պարտադիր չէ, որ գա կրթությամբ։ Օրինակի համար հայրենասիրական դասիրակությունը դա գալիս է դպրոցից, գալիս է ընտանիքից։ Եթե այդ իրանք չեն ստացել, կարևոր չէ թե հետագա իրանք ինչ կրթություն ունեն։ Բայց սա կարևոր է բացատրել մարդկանց հասկանալ, որ սա չի որոշվելու թոշակի կամ այլ խնդիրներ, որոշվելու ձեր լինել չլինելու հարցը։ Մանավանդ երբ որ այս մարդը վերականում ասում է օրինակի համար Սյունիքը Հայաստանն է եւ վերջ, մոտապես նման հայտարարություն, դրանց պետք է մարդիկ ուղղակի սարսափեն։ Որտեղ ժամանակին ինքը ասում էր Արցախ Հայաստան է եւ վերջ, հետո ասում էր եթե Տավուշից մի հող տամ ձեռս կտրեք, բայց ոչ իր ձեռն են կտրել, ոչ մի, բայց ինքը տալով գնում է, երբ որ ինքը Սյունիքի հարցն է բարձրացում, ասում է որ Սյունիքը ոչ մեկին չեմ տալու, սյունեցիները պետք է հասկանան լրիվ հակառակը։ Սա նայած սյունեցիները պետք է հասկանան ինչու քարոզար շավը սկսեցին Սյունիքից։ Այո, իրենք միշտ դա էլ պատահական չէ, որ հենց Սյունիքից սկսեցին քարոզարշավը, քանի որ Սյունիքի գլխին իսկապես սև ամպեր են կուտակվել։ Եվ այդ սև ամպերը հնարավոր է հեռացնելու, եթե այս ազգակործանին հեռացնենք։ Այլ տարբերակ չկա։ Բայց ինչպես աշխատեն մարդկանց հետ։ Նայեք, սա շատ կարևոր ոչ միայն ուղղակի այդ քարոզարշավները։ Մեզ թվում է թե սա էֆեկտ է տալիս, որտեղ իրանք երևում են։ Մեզ շատ կարևոր է աշխատել, ասենց լուր կերպով տարբեր մեծ քարոզչական խմբեր ստեղծել, որոնք տնից տուն կգնան։ Որտեղ մեկ ինչքան է դու քարոզարշավ անես, ամբողջ Հայաստանը չես կարող փակել։ Բոլոր տները չես կարող մտնել, բոլոր քաղաքները եւ գյուղերը չես կարող հասնել։ Բայց շատ կարևոր է պիսի այդ գյուղերում քաղաքներում ընդդիմություն ունենա իր տեխնացուներին եւ իր քարոզչական խմբերը, որոնք տնից տուն կգնան եւ մարդկանց հետ կհանդիպեն, կհասկանան այդ մարդիկ ինչ խնդիրներ ունեն, ոնց կարելի է այդ խնդիրները լուծել, որովհետեւ վերջ-վերջո ցանկացած ընտրություն բախվում է նաեւ սոցիալական պրոբլեմատիկային։ Դուք սոցիալական խնդիրներ լուծելու եք, ի վիճակի եք լուծելու, թե ոչ, որովհետեւ շատերը խնդրին այդ բանով են, այդ անկյան տակ են նայում։
Այսինքն պետք չի սпасել որ ամեն մեկի մոտ կլինի դասիրակության խնդիր, ամեն մեկի մոտ կլինի հայրենասիրական խնդիր։ Շատերը իրանց բանջար բոստանից ենքոն ոչինչ չեն տեսնում։ Ուրեմն պետք է գնալ այդ բանջար բոստանի մասին խոսել։ Ոնց են այդ հարցերը լուծելու, ինչ տնտեսական ծրագրեր են առաջարկելու եւ այլն եւ այլն։ Այսինքն պետք է իմանալ թե ամեն շերտի այդ ոնց ես խոսում, ամեն տուն որ մտնում ես ինչ հարցեր ես բարձրացնում եւ ոնց ես անում։ Եվ հետեւաբար ես առաջինը որ խորհուրդ կտայի ընդդիմադիրներին դա քարոզչական այդ խմբերի ստեղծումը, որոնք տնից տուն հենց այս բանը պետք է մտնեն դուրս գան։ Որտեղ նորից եմ կրկնում, մեկը հիմնական խմբերը, հիմնական մարտիկ բոլորի տները եւ առավելևս բոլոր քաղաքները գյուղերը չեն հասցնի լինել։ Բայց աշխատել այդ մարդկանց պիտի պարզ ունենային, հա, ձեռքի տակ ինչ պիտի արվի, որովհետեւ մեկ ամիս ինքը բավականին քիչ ժամկետ է։ Իհարկե ամիսը քիչ ժամկետ է։ Մենք այս 5 տարի խոսում ենք, թե ինչպես պետք է ազատվենք այս ազգակործան իշխանություններից, բայց մենք տեսնում ենք, որ ելի ընդդիմությունը աշխատում է, բայց չի անում ձեր ասած օրինակով։ Օրինակ գնում է նստում է նարդիա խաղում պապիկների հետ Նիկոլը, օրինակ եմ, հա, բերում։ Գնում է տուն, ասում է ինչի խնդիր ունես։ Օրինակ նախորդ օրը հրամայեց Պապիկյանին, որ այդ զինվորականը դասալիք է, հարբեցող է, չգիտեմ ինչ, հեռացրեք եւ այլ։ Հասկանում եք, ով իր հետ համաձայն չի, նույնիսկ ինքը փողոցում չի կարողանում իրեն զսպել, բայց մարդիկ գոնե դա տեսնում են, հա, պետքա որ հասկանան, որ իրենք այն 3 միլիոն վարչապետներից մեկը չեղան, իրանք դարձան այդ 3 միլիոն տուգանքի մատերիալը, հասկանում եք, այդ դրա մասին էլ է պետք անընդհատ հիշեցնել ժողովրդին, որպեսզի իրենք հասկանան, թե ում հետ գործ ունեն։ Շատ կարևոր բառ օգտագործեցիք հիշեցնել, որտեղ մարդիկ ցավոք սրտի կարճ հիշողություն են։ Եվ պետք է իսկապես ժամանակ առ ժամանակ հիշեցնել, թե այս մարդը ինչ փորձանք է բերել մեր գլխին, եւ ինքը չի պատրաստվում կանգ առնել, այլ պատրաստվում է փորձանքները շարունակել։ Այսինքն Հայաստանից տարածքներ հանձնելը, սա իր քաղաքական օրակարգի մեջ մտած է, չանց ինքը կարող է դրա մասին հիմա չի խոսում, բայց ադրբեջանական կողմը այդ հարցերը դրել է եւ գնալու է մինչեւ վերջ այդ հարցերի հետևից։ Հիմնական թեման, որի մասին կարծում եմ անդիմությունը պետք է խոսա, դա 300,000 ադրբեջանցիների մուտքի հարցն է Հայաստան։ Որտեղ բացի նրանից, որ Ադրբեջանը պահանջում է սահմանադրության փոփոխություն, ինքը նաև պահանջում է, որպեսզի 300,000 ադրբեջանցիներ գան Հայաստան, իրանք արդեն տեղերն են ուզում որոշել, վաղը միսօր այդ տեղերում նաև ռազմական ներկայություն, ես համոզված եմ կունենան ու կսկսեն այդ ամենը վերահսկել իրենց կողմից։ Սա Հայաստանը գրավելու ճանապարհներից մեկն է, իսկ չեն ցանկանում այլևս Հայաստանը գրավեն զինված միջոցով, գոնե այս պահին երևի այդ հնարավորությունը չեն տեսնում, պայմանավորված աշխարհակաղակական իրավիճակով, բայց Հայաստանը ոչնչացնել նրանց քաղաքական ծրագրում եղել է եւ շարունակում է մնալ։ Այս սրա մասին էլ է նաեւ պետք խոսալ։ Շարունակաբար որ Ադրբեջանը մեր թիվ 1 թշնամին է։ Հայը չի մեր թշնամին։ Արցախի հայը չի մեր թշնամին։ Դե մենք գոնե թշնամին։ գիտենք, որ ով է մեր թշնամին Արտաքին, հա, Դե էդի ոչ բոլորը գիտեն։ Գործ ունենք եւ ներքին թշնամին ավելի վտանգավոր է։ Համաձայն եմ, ուստեղ նաեւ պետք է ասել, որ մեր ներքին թշնամին ցավոք սրտի աշխատում է օգուտ արտաքին թշնամու։ Եվ արտաքին թշնամու, ասենց ասեմ, ուժը գալիս է նաեւ մեր երկիր արկա պարակտվածությունից, այն ատելությունից, որ կա, որտեվ սա մասին էլ չի խոսում։ Այս մարդիկ կարողացել են ազգը բաժանել մասերի։ Այո։ Ժողովրդի մի մասը քրոնիկ ատելության մատում է մյուս մասին։ Մեկը ատում է, որտեղ նա նիկոլական է, մյուսը ատում է, որտեղ նա հականիկոլական է։ Այսինքն ցանկացած խոսք, որ դու ասես ի քննադատություն Նիկոլի, հետո քեզ դա վերադառնում է հայանքի տեսքով, ինչ որ անծանոթ մարդկան, զոմբիների կամ ֆեյքերի տեսքով եւ այլն եւ այլն։ Այսինքն այս իրավիճակը, երբ որ խոսում ես մարդկանց հետ, իրանք ասում են ես չգիտեմ եղբորս հետ չեմ շփվում, ես ծնողներից հետ չեմ շփվում կամ հակառակը, որովհետև սրանք նիկոլական են, մյուսը տենց չի, սա մի իրավիճակ է, որից մենք պետք է դուրս գանք։ Իսկ դուրս գալ հնարավոր է, եթե այս անձից ուղղակի կարողանանք ազատվել, իսկ այս ընտրությունները մեր լավագույն հնարավորությունն է այս անձից ազատվելու համար։ Եվ պարոն Մանվելյան, մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը, երբ որ օրինակ ուժեղ Հայաստանի համամասնական ցուցակի տեխնացուներին հրավիրում ենք մեր տաղավարներ եւ հարցնում ենք, հա, եթե ստացվեց այնպես, որ դուք չեք հաղթում,
ինչ եք անելու, մանդատները վերցնելու եք, չեք վերցնելու, գնալու եք ԱԺ, չեք գնալու, թե շարունակելու եք փողոցային պայքարի միջոցով Նիկոլից ազատվելու, նրանք միանշանակ ասում են բացարձակ հաղթանակի ենք գնում։ Լավ, բացարձակ հաղթանակի թող ես լինեմ միակ մարդը, որ չի ուզում այդ բացարձակ հաղթանակ։ Բայց նրանք ասում են, որ պլան B մենք ունենք ներքին կարգով ունենք։ Ինչ եք կարծում, փողոցը այս ընթացքում պետքա գեներացնել այնուամենայնիվ Նիկոլին իմանալով հանդերձ, որովհետև մենք լավ գիտենք, հա, ընտրություններին ինչ կարա այս մարդը բերի։ Այն որ կեղծիքներ լինելու են, դա միանշանակ լինելու են։ Մենք հիմա նաև տեսնում ենք, թե սրանք ինչպես են կարողանում նաև ժողովրդին կաշառել, նաև մենք տեսանք Սյունիքում այդ երեխեքին բերել, բան, եթե դա աներ ընդդիմությունը բռնելու էին, տանելու են, որտեղ երեխեքին չի կարելի ներգրավել քաղաքական այս process-ներ, բայց իրենց ամեն ինչ կարելի է, բայց ընդդիմությանը ոչինչ չի կարելի։ Հիմա մենք իմանալով Նիկոլին գիտենք, որ կեղծելու է ամեն դեպքում, ամեն հնարավոր միջոցներ օգտագործելու է, որ ինքը վերընտրվի եւ այլն, ինչ պիտի ինքը ընդդիմությունը այնուամենայնիվ լավ ուժեղ Հայաստանին նկատի ունեմ, որովհետեւ առաջնայինը ինքն է, հա, ընդդիմությունից ինչ պիտի անի, ինքը փորձելու է նաև փողոցի միջոցով, թե մենք էլի այս 5 տարիները, ինչպես որ 21-ին եղավ, այդ անդադ ասում ենք մանդատները վայր դրեք, դուք ոչինչ չեք անում, ընդդիմություն եք աշխատում Նիկոլի մոտ, մենք տեսանք թե Նիկոլ, ընդդիմություն, ազգային ժողովը ինչի է վերածվել այս 5 տարիների ընթացքում, ոնց ենք անելու։ Մենք շատ ճիշտ հարցեր եք բարձրացնում, որտեղ իսկապես ստեղծած իրավիճակում նաև մեծամասը մեղավոր են ընդդիմությունը, որը խորհրդանում է։ Բայց այդ մարդիկ նաև նորից հայտ են, ես ինքս էլ բազմաթիվ անգամ խոսել եմ, որ ընդդիմությունը պարտավոր էր հեռանալ խորհրդանից, անկախ նայած թե դա ինչ հետևանքի կբերի։ Կբերի դա ճգնաժամի, չի բերի դա ճգնաժամի։ Դուք օրինակ կհիշեք, պատիվ ունեմ ներողություն, օրենքի ուժով որ անցավ ազգային ժողով, ղեկավար Արտուր Վանեցյանը մանդատը վայր դրեց եւ գնաց փողոցային պայքարի միջոցով փորձեց, հա։ Հա, չէ, ես շատ լավ հիշում եմ։ Մենք այդ եմ։ օրերի նաեւ ասում ենք մնացածը կարող է նույն օրինակին, հա, ծառայեն, բայց տեսանք որ չէ, մարդիկ նույնիսկ անվստահության գործընթացի մասին, երբ որ խոսք էր լինում դեռ տարիներ առաջ, նրանք ոչինչ չարեցին։ Թող անեին, ստացվեր, բայց չարեցին, դա էլ չարեցին։ Այսինքն բոլոր հնարավոր միջոցները մենք իրենց առաջարկում էինք։ Նայեք, շատ կարևոր է, որպեսզի եթե վերադառնանք արդեն պայմանական այն խորհրդանին, որ դեռ կա, բայց որին քիչ կյանք է մնացել։ Ապա իսկապես ես դրա մասին բազմիցս եմ խոսացել, որ խորհրդանի նախկին, ասենք ասեմ, ընդդիմությունը պարտավոր էր հեռանալ գոնե Արցախի անկումից հետո, որպեսզի այդ մեղքը իրենց վրա չլներ։ Ինչ իրենք չարեցին։ Ու սա մեծամասամբ նաև ցավոք սրտի, որ ինչ որ իմաստով լեգիտիմացրեց այն ամեն ինչ որ արեց Նիկոլ Փաշինյանը։ Սա մեծագույն կարծում ռազմավարական սխալերը, որ իրանք թույլ տվեցին, եւ դրա համար այսօր իրանք խնդիր ունեն նաեւ տոկոսներ հավաքելու առումով։ Եթե ժամանակին մտածեին անեին այդ քայլերը, ինձ հիմա իրանք շատ ավելի լավ վիճակում կլինեին։ Հետևաբար ներկա ընդդիմությունը շատ կարևոր է գրագետ կերպով առաջին գրագետ կերպով աշխատել, երկրորդ պարտադիր կերպով գալ հաջողության, որտեղ նայեք մենք ասում ենք եթե ընդդիմությունը չհաջողի, իսկ եթե ընդդիմությունը հաջողի, իսկ գործող ռեժիմի պարագլուխ հայտարարում ինքը հրաժարվում է իշխանությունը հանձնելուց, այս սցենարն էլ է հնարավոր։ Բոլոր սցենարները պետք է ունենանք մեր։ Այս սցենարն էլ է հնարավոր սցենար եւ իսկապես ճիշտ եք նկատում եք պետք է պատրաստ լինեն այ փողոցային պայքարի, որտեղ փողոցային պայքարն էլ է դա սահմանադրական դա օրենքի ուժով։ Առավելևս եթե ընդդիմությունը գրանցի հաղթանակ եւ գործող ռեժիմը հրաժարվի իշխանությունը հանձնել։ Այսինքն այստեղ բոլոր սցենարներն էլ կարելի է քննարկել եւ պետք է անպայման պատրաստ լինեն նաեւ այդ սցենարներին։ Որտեւ ես համոզված եմ, որ այս մարդը այս իշխանությունը ասած ատամներով իզուր չի պահում։ Ինքը այդ ամենը անում է նաեւ հաշվի առնելով այն հանցանքները, որ ինքը գործել է եւ հանցանքներից խուսափելու իր համար միակ ձևը մնալ իշխանությանն է։ Ցավոք սրտի, սա նաև խոսում էր ամբողջ ինստիտուցիոնալ համակարգի թերության, հիվանդության մասին։ Սա խոսում են ամասոր մեր պետական համակարգ ինքը հիվանդ է եղել։ Եթե ինքը առողջ չլներ, այսօր այդ անձը չէր լինի երկրի վարչապետ։ Բայց քանի որ համակարգը հիվանդ է, այդ համակարգը վիժելու եւ այդ վիժվածքը հիմա 8 տարի է իշխանության է։ Եվ գլուխ են կոտրում, թե ոնց ազատվենք։ Ոնց երկիրը ազատենք այս մարդուց, որովհետև այս մարդու մնալու դեպքում Հայաստանը դառնալու է թուրքական վիլայետ։
Այսինքն ոնց անենք, որ Հայաստանը թուրքական վիլայետ չդառնա, այսինքն հիմա սա պայքարը դրա շուրջը։ Բայց իսկապես սա պետք է պատրաստել նաև փողոցային պայքարը, որտեղ այլ եղանակ ուղղակի հնարավոր չի, որտեղ ես էլ եւ իմ շատ ընկերներն համոզված են, որ նույնիսկ պարտության դեպքում այս մարդը չի հանձնի իշխանությունը։ Իդեպ ինչ վերաբերում է ընտրությունների եւ ընտրակեղծարարության մասով, քանի որ Հայաստանը բավական մեծ փորձ ունի դիտորդական առաքելություն։ Այո, թիմ ընտրություններին մենք 4 թե 5 դիտորդական առաքելություն ենք արել Հայաստանում, իդեպ նաեւ Հայաստանից դուրս։ Մենք մի շարք միջազգային նաեւ դիտորդական առաքելությունների փորձել ենք։ Ես կարող եմ մի բան ասել, նայեք, ընտրությունների օրը, եթե դու լավ գրագետ դիտորդական եւ վստահված անձանց ինստիտուտ է ստեղծում, սրա էլ հաջորդ հարց է, որը կարծում եմ արժի քննարկել։ Տեղում այդ օրը իրականացնել ընտրակեղծարարություն դժվար է։ Ընտրակեղծարարությունը իրականում տեղ ունենում մինչև ընտրական ընտրությունների օրը, այսինքն մինչև ընտրատեղամաս գալը։ Եվ որ մարդկանց գնում համոզում են, կաշառում են, փող են տալիս, իդեպ massայաբար օգտագործում են, չնայած իրանք ընդդիմության են ձերբական, որտեղ իրանք այդ հնարավորություն ունեն, բայց իրանք massայաբար այդ գործընթացի մեջ կան։ Եվ մենք պարբերաբար լսում ենք տարբեր տեղերից, որ ինչ որ մարդկանց ինչ որ բաներ են խոսանում, շատ դեպքերում պարզ կերպով ասենք նույն թոշակը բարձրացնելը դա ընտրակաշառք էր 10000 դրամով մարդկանց նույն մարդը, որը ամենը դեկտեմբեր ամսին ասում էր 10000-ը բարձրացեն, որ ինչ անեն, հիմա 10000-ը բարձրացրել եւ դա որպես բարեգործություն է ցույց տալի, ինչը էլի օրենքի խախտում է, ինչը ընտրակաշառք է, հիմա խոսում են նաեւ բժշկական հիմնարկներում բժիշկների եւ բուժքույրերի աշխատավարձի բարձրացման մասին եւ այլն եւ այլն, այսինքն իրանք պետական բոլոր ռեսուրսներն ու լծակները օգտագործում ընտրակաշառք բաժանելու համար։ Սա այսինքն ընտրախախտումները տեղ ունենում այս этаպում։ Ընտրությունների օրը եթե գրագետ դիտորդական առաքելություն կա եւ գրագետ վստահված անձանց ինստիտուտ, ապա կատարել ընտրակեղծարարություն այդ օրը շատ դժվար է։ Չեմ ասում անհնար է, բայց բավականին դժվար է, եթե դու այդ ինստիտուտները ունես։ Դրա համար հիմա շատ կարևոր է ընդդիմության համար այդ վստահված անձանց այդ ինստիտուտների ստեղծումը։ Ոչ թե պատահական մարդիկ լինեն, այո, որտեղ նորից սրտացավ, բացի սրտացավից նախ իրավական առումով բավականին գրագետ մարդիկ պետք են։ Իսկեն պետք է կազմակերպվի դասընթացներ, օրինակ համար մենք ոնց կարողացանք դες մեր դիտորդների խմբեր ստեղծել, որտեղ պարբերաբար 2-3 տարի շարունակ դասընթացներ էին կազմակերպում դիտորդական։ Լավագույն իրավաբաններին, մասնագետներին հրավիրում էինք եւ իրանք դասախոսություններ էին կարդում, վերջում քննություններ էին հանձնում եւ սերտիֆիկատներ ստանում։ Դա որ մենք ստեղծեցինք բավական մեծ, երևի ամենամեծ դիտորդական խմբեր ունեինք, մինչեւ 600 դիտորդ ունեինք եւ այդ ամենը իրականացրել ենք տարբեր տեղեր։ Հիմա նույնը պետք է արվի, բայց արդեն վստահված անձանց մակարդակով։ Ցավոք սրտի Հայաստանի հիմա չի կարող դիտորդություն անել, որովհետև բառացիորեն անցյալ տարվա դեկտեմբերին օրենք ընդունեցին հենց հատուկ Հայաքվեի դեմ, չէին էլ թանկցնում, որպեսզի Հայաքվեին զրկեն դիտորդություն անելու իրավունքից։ Հիմա դիտորդություն հիմնականում անում են մի քանի կառույցներ, որոնք կապված են դրսի սորոսական տարբեր խմբերի հետ, որոնք իրականում sense ասեմ դիտորդական տուրիստներ են, էլի տուրիստները պես շրջում են մի քանի տեղ, մոտիկանում են, հարցնում են լավ չի եւ արդեն նախորդ կազմված տեքստերի տակ ստորագրում են առանց առանձնապես մտածելու։ Իսկ վստահված անձ, բայց վստահված անձանց ինստիտուտի ստեղծումը շատ կարեւոր է, հիմիկվանից այսօրվանից պետք է աշխատել։ Պետք է այդ խմբերը հավաքել, գրագետ ու սկսել դասընթացներ։ Որտեղ վստահված անձը երբ որ մտնում ընտրատեղամաս, ինքը հստակ կերպով պետք է նայ ուղղակի ընտրատեղամասին ասի, արդյոք դասավորությունը ճիշտ է, արդյոք կամերան որ դրած է ճիշտ ձևով է դրած, թե սխալ ձևով, ստուգ է այդ ամենը։ Եթե կան սխալներ, պահանջի փոփոխություններ։ եւ արագ արձագանքման։ Այո, եւ արագ արձագանքման խմբեր պետք է ստեղծել։ Օրինակ համար մենք երբ որ անում ենք, մենք ստեղծում ենք նաեւ մի քանի արագ արձագանքման խմբեր Գյումրիում ունեինք, Փարաքյարում ունեինք, Էջմիածում, որոնք եթե մի բան ելնում էր, խումբը գնում էր այնտեղ, փորձում էր խնդիրը լուծել տեղում, օրինակ համար զանգարում ասում են, որ սա կուտակումներ կան, ինչ որ գնում են գյուղ, ինչ որ գյուղի դեմը տայերք են կանգնած։ Պահանջում ենք, որ իրանք հեռանան, թե չէ ոստիկանությանն ենք հրավիրում եւ այլ։ Այսինքն այս ամենը պետք է այս աշխատանքը տարվի։ Եվ սա էլ մյուս կարևոր կողմ է, որովհետեւ այդ օրը թույլ չտրվի կեղծարարություն ընտրատեղամասերում, հետագայում եթե այդ ընտրատեղամասերում հավաքվում եւ այդ քաղվածները ստեղծում են, որպեսզի ընդդիմություն ունենա բոլոր այդ քաղվածքները,
Երկրորդը որպեսզի կարողանան արդեն ընտրատեղամասից, երբ որ այդ քաղվածքները գնում են արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այդ ամբողջ գործընթացը վերահսկելի լինի ընդդիմության կողմից։ Որտեղ այսօր հիմնականում լրագրողների ուսերին է մնացել շատ բաներ, հա, դրանք փորձում են այս կամ այն հարցին լուծում տալ եւ նաեւ եթե պետք է անգնում են այդ մսաղացի տակ եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ նաեւ շրջաններում, մարզերում լրագրողները այդ իրենց նույնիսկ թվականակով չեն կարողանալու հասնել, հա, լինել ընտրատեղամասից ընտրատեղամաս եւ այո, վստահված անձանց պարագայում շատ կարեւոր է այս ընթացքում։ Կներեք, Հայաստանում կա 2000 ընտրատեղամաս։ Սա նշանակում է նվազագույնը գոնե մեզ 4000 վստահված անձ է պետք։ Խոսքը ամբողջ ընդդիմության մասն է, հիմնական ուժերի, որոնք անցնելու են։ Գոնե 4000։ Գոնե ամեն ընտրատեղամասում մի պետք է 2 մարդ լինի։ Պլյուս պետք է լինեն մարդիկ, որոնք շրջան վերահսկեն, պետք է լինեն մարդիկ, ասենք ասենք, որտեվ կարող է չոր ընտրատեղամասում դեպքապատան փոխարինեն այդ մարդուն եւ այլն եւ այլն։ Այսինքն 2000 ընտրատեղամաս, մեզ պետք է 4000-4500 գոնե վստահված անձինք, որոնք կարողանան տեղում շատ կոշտ կերպով վերահսկեն։ Շատ լավ իմանան իրենց իրավունքները, շատ լավ իմանան թե ինչ է կատարվում, մի հատ ուղակի նայելով իմանան։ Փառք Աստծո, մենք ունենք փորձառու տենց մարդիկ, որոնք արդեն մի քանի որպես դիտորդ աշխատել են, հիմա շատ հանգիստ կարող են նաև վստահված անձ աշխատեն, բայց այդ թիվը քիչ է։ Այդ թիվը շատ քիչ է, դա պետք է մի քանի եռապատկել, քառապատկել եւ սա էլ կարեւոր աշխատանք է, որովհետեւ հետո չասենք, որ այդ օրը ինչ որ կեղծարարություն է տեղ ունեցել։ Մանավանդ հիմա Հայաստանի Հանրապետության նաև օրենքները այնպիսին են, իդեպ դա ոչ սրանց օրոք ընդունված, որ տեղում ընտրակեղծարարություն անել ինքը չասեմ անհնար է, բայց բավականին բարդ է։ Բայց միևնույն է, կոշտ վերահսկողությունը միշտ պետք է։ Բայց մենք տեսել ենք լույսերը անջատել են այդ ընթացքում։ Հա, ինչ մի ասում, ես հենց ընդեղ եմ լույսերը։ Իհարկե լրագրողները փորձեցին, որտեղ դե Էջմիածինը ասենք ամբողջ օրինակ համար Էջմիածինը լույսերը անջատեցին, մենք իսկույն դա լրացուցիչ դիտորդներ ուղարկեցինք։ Հա, լրագրողներով էլ փորձում էին։ Հա, լրացուցիչ դիտորդներ ուղարկեցին, որպեսզի այդ վերահսկողությունը լինի։ Բայց նորից եմ կրկնում, եթե դու լավ գրագետ կերպով վերահսկում ես, հավանականություն մեծ է, որ կեղծարարություն այդ օրը չեն կարողանալ։ Նորից եմ կրում, կեղծարարություն տեղ ունենալու ոչ թե այդ օրը այդ տեղում, այլ դրանից դուրս։ Եվ որ այդ մարդկանց բերում են, մենք տենում ենք ելը ոնց են տատիկ պապիկների ձեռներից բռնած բերում, հետո գնում են մի զույգին էին բերում, այդտեղ էլ է պես զգուշ լինել, որովհետև ըստ օրենքի մի մարդը կարա մի տատիկի կամ պապիկի բերի, օգնի որ ընտրի, բարձա, ոնց ինքը կասեն έτσι կընտրի, բայց երբ որ երկրորդին է բերում, պետք է արդեն թույլ չտա։ Այսինքն սա էլ է պետք իմանալ, որ տերմին ինչ որ մեկը գնում անդադ տատիկ պապիկա բերում, երկրորդ անգամ ուղղակի թույլ չտա, ասե դու արդեն մեկին բերել ես, ու բոլոր մյուսները ովքեր կան հանձնաժողովի անդամներ բան, պարտավոր են աջակցեն։ Շատ կարևոր է որպեսզի իրենք իմանան թե այն տեղերում կան մատյաններ, որտեղ իրենք արձանագրում են այն խախտումները, որոնք կան, ինչ արձանագրություններ գրեն, ոնց այդ արձանագրությունները գրեն, որովհետև տեղեր կա, որտեղ ասենք թե հանձնաժողովի նախագահները հրաժարվում են այդ մատյանները տրամադրել, պետք է իմանան այդ դեպքում ինչ անեն։ Այսինքն բավականին բարդ աշխատանք է սպասում։ Թե միայն ընտրական գործընթացով, այսինքն այս կամպանիայով գնան մի երկու տեղ նկարվեն, տատիկ պապիկի ձեռներ սխմել, ծափարությունը լսել, սա դեռ չի նշանակում, որ դու ընտրություններում հաջողություն ունես։ Պետք է տնից տուն գնալ ու պայման չի, դա պետք է լինեն քո վստահված անձինք, որոնք կարող են խոսել մարդկանց հետ։ Ամբողջ Հայաստանում եք, դրանք խոսքը գնալու պետք է գնա տասնյակ հազարավոր մարդկանց մասին, որոնք տնից տուն գնան եւ համոզեն, հասկանան մարդկանց, վերջուց մարդիկ ոնց են քվեարկելու, եթե անտարբեր են կարողանան բերել եւ այլն եւ այլն։ Շատ կարեւոր է նաեւ վստահված անձանց ինստիտուտի ստեղծում այսօրվանից արդեն դասընթացների կազմակերպում, այդ մարդկանց հետ անընդհատ հանդիպում, խոսակցություն, բացատրել թե ոնց անել եւ շատ կարեւոր է որպեսզի այս ընտրապայքարը բացի քաղաքական խոսքից կարևոր տեղ զբաղեցնի նաև սոցիալական թեմատիկան, որովհետև շատ մարդիկ ոնց որ նշեցի իր սոցիալական խնդիրներն են կարևոր։ Եվ պարոն Մավելյան, իշխանությունը ինչ է անում, հա, օրինակ ասում է, որ դպրոցներ են կառուցել, նախարարը առողջապահության ասում է հիվանդանոցներ են կառուցել, ահա թե մենք ինչ ենք անում, մարդիկ չեն կարողանում բուժվել, հիմա անվճար են բուժվում։
Բայց դրան հակադարձելու բան ունի, հա, էլի ընդդիմություն, օրինակ 230 դպրոց փակվել է այս իշխանության օրոք։ Ինչու դրա մասին օրինակ անդադ չի խոսում, որովհետև նրանք ասում են, որ մենք կառուցել ենք, մենք կառուցող ենք։ Դա փակել է, այսքան դպրոց է փակել, ահա։ Եվ չհաշված Արցախը, որ այսպես փաթեթավորված նվեր արեց, հա, ճշնամուն, այնտեղ վանքեր, եկեղեցիներ են ոչնչացվում եւ այլն եւ այլն։ Սրա մասին էլա չէ պետք խոսել։ Անպայման պետք է խոսել։ Եվ նաեւ Արցախահայության վերադարձի մասին, որտեղ ընդդիմությունը ինչ որ խուսափում է, հա, Արցախի մասին որևէ բան ասել։ Իհարկե ես հասկանում եմ, որ սուտ չի կարող խոսել, որովհետեւ վաղը եկավ իշխանության, արցախցին մոտենալու ասի ինչ ա լինում իմ վերադարձը, հարցը ինչ ա լինում։ Իհարկե հասկանում եմ, որ դա հեշտ թեմա չի, դա հուզական թեմա է նույնիսկ եւ այլն, բայց ընդդիմությունը դրա առումով ինչ պետք է անի։ Նայեք, Արցախի թեման ինքը ծանր թեմա է։ Այո։ Որտեվ երբ որ ընդդիմությունը փորձում է խոսել դրա մասին, գործող ռեժիմը սկսում է խոսել պատերազմի մասին, որ իրենք պատերազմ են։ Իսկ Նիկոլը ասում է, որ իզուր էր Արցախյան շարժումը, այդ հողերը մերը չէր։ Դե Նիկոլը երբ որ մի բան պատրաստում է ծախել, նախ ասում որ դա մերն է, հետո ծախելուց հետո ասում է մերը չի։ Համար ես շատ անհանգստացա, որ ինքը սկսեց հայտարարել, որ Սյունիքը մերն է։ Համար սյունեցիները պետք է շատ զգուշանան։ Այդ նշանակում է իրանք որոշել են սկսեն Սյունիքի վաճառքի գործընթացը, իզուր չէ որ թույլ են տրվել թրիփը կառուցել, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, ինչ իրականում հեչ մեր շահերից չի բխում։ Սրա մասին պետք է բարձրաձայնել։ Ով կտա, ով չի տա, հիշում եք։ Պետք է բարձրաձայնել, ճիշտ եք նկատում, Արցախի անկման մասին պետք է խոսել։ Պարբերաբար հիշեցնել, որ այսօրվա ռեժիմի պայմաններում Արցախը սրանք թղթի վրա նվիրել են մի թուղթ ստորագրելով նվիրել են Ադրբեջանին։ Այդ ընթացքում նաև սպանելով մեծ թվով տղաների։ Այո։ Չմոռանանք 2018-ին Սանկեկան իշխանության թալանը հետ կբերենք եւ այլն խոստումներով, բայց արդյունքում պատերազմ ընդամենը բերեցին։ Հետո Շուշիում տրճիկ տվեցին։ Հա, ինչեւ դա վազվզում են։ Հետո 2018-ին իշխանության դեօկուպացնելու Արցախի անվտանգությունը ապահովելու լոզունգով ընդհանրապես երկու պատերազմ բերեցին, ամեն պատերազմի 200-ից մինչև 500 հայ տղաներ զոհվեցին ու ցավոք սրտի բնակչության մի մասին պետք է հասկացնել, որ իրական պատերազմի կուսակցությունը սրանք են։ Այս սրա վրա է պետք է շեշտադրում անել։ Ոչ թե անդադ խոսալ խաղաղությունից, որը իրանք են խոսում, իրականում իրանք ոչ թե խաղաղության, այլ խարդախության կուսակցություն են։ Այլ պետք է խոսալ նա մասին, որ այս մարդիկ, որ գալիս են իշխանության, պատերազմ են բերում։ Ամեն անգամ հիմա էլ եթե Ասվեստյանի իրանք վերարտադրում պատերազմել են, այս պատերազմի վտանգի մասին պետք է խոսել անընդհատ։ Ոչ թե խաղաղության մասին, չէ, խաղաղության մասին էլ է պետք խոսել, բայց պետք է անդադ հիշեցնել, այս մարդիկ բացի պատերազմից, ավերից ու ոչնչացումից ոչինչ չեն բերել, ինչ են բերել, ինչ որ թե ասֆալտ են փռել, որը ընդամենը գարնանը սա քանդվել էր այդ ասֆալտը։ Սրա մասին շատ կարևոր է պարբերաբար խոսել, դպրոցների մասին, 260 դպրոց է փակվում։ Եվ այս հարցն պետք է բարձրացնել, որ իրականության մեջ, եթե դուք նայեք որ դպրոցներն են փակում, կտեսնեք դրանք հիմնական սահմանամերձ դպրոցներ են։ Եվ փակելով սահմանամերձ դպրոցներ, իրենք ճանապարհ են բացում ադրբեջանցիների համար դեպի Հայաստանի խորքը։ Գաղտնիք չէ, որ Սյունիքում, Ջերմուկում մի շարք ուղղություններում Ադրբեջանը բավական արդեն խորացել, առանց աղմուկի, առանց դիմադրության անընդհատ խորանում են, նոր դիրքեր են վերցնում, նոր դիրքեր են գրավում։ Սրա մասին էլ է պետք խոսել, որ Ադրբեջանը անընդհատ առաջ է շարժվում, կանգ չի առնում եւ ոչ մի օր։ Իսկ դպրոցներ փակելու իրենց քաղաքականությունը միտված է նաեւ Ադրբեջանին ճանապարհ տալու։ Պետք է անպայման խոսել նաեւ, որ այս մարդիկ պատրաստում են նաեւ այսպես կոչված անկլավներ հանձնել Ադրբեջանին։ Այսինքն այս ռեժիմի կատարած հանցագործությունների մասին պետք է անընդհատ խոսել։ Այդ չխոսենք հայարակելական եկեղեցու դեմ, այո, եկեղեցու դեմ իրենց հայտարարած պատերազմի նպատակը մեր ինքնության ոչնչացումն է, որովհետև մեր ինքնության կարևորագույն հատվածը հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին է իր 1700 տարվա պատմությունը։ Նույնիսկ մողոլ թաթարները չէին արել այն ինչ հիմա այս իշխանությունը։ Ու սրանք փորձում են ոչնչացնել եկեղեցին մի նպատակով, որպեսզի կարողանան բացարձակ ու իշխանություն ունենալ, որպեսզի կարողանան վերջին ազգային ինստիտուտը, որը հիշողություն ունի, դա ոչնչացնել, որովհետև իրենց համար հիշողությունը, մարդկանց հիշողությունը, սա շատ վտանգավոր ինստիտուտ է։ Իրանք ցանկանում են, որ մարդը լինի այն անասունի, որը չի հիշում, չհայտնի Հրանտ Մաթեոսյանական խոսքերը կարծում են, որ ասում է չի հիշում, որ երեք իր
հորթին են մորթել, այսինքն իրանց մարդկանց անասնացման այս գործընթացի մեջ իրանք շատ կարևոր իրենց համար կարևոր գործառույթ են իրականացնում։ Այս սրա մասին է պետք խոսել, որ հայ մարդը դա նաև հիշողություն է, հայ մարդը դա նաև մշակույթ է, առաջին հերթին դա մշակույթ է, եւ դա պատմություն է, եւ մեր ինքնությունը հիմնված է մեր մշակույթի, մեր պատմության, մեր հաղթանակների վրա, ու այն մարդը, որ հրաժարում է այդ հաղթանակներից, մշակույթից, պատմությունից, շատ կարևոր է նշել, որ մեր ինքնությունը հիմնվում է նաև մեր քրիստոնեական հավատքի վրա։ Իսկ պատերազմ հայտարարելով քրիստոնեություն, նրանք պատերազմ են հայտարարել մեր ինքնությանը։ Դա համար այդ մարդիկ, ովքեր գնալու են վաղմիսօր Ասվեշյանի Նիկոլ Քվեարկին, պետք է հասկանան, որ իրանք այն մեղքերը, որ գործել են այս մարդիկ, իրենց վրա են վերցնում։ Այն արյունը, որ թափել են մեր 5000 տղաների արյունը, որ իրանք թափել են, այն 150,000 արցախցիներ, որոնք իրանք անտուն ու անտեր են սարքել, այդ մեղքերը իրանք իրենց վրա են վերցնում, գոնե պետք է փորձեն այդ մեղքից խուսափել։ Եվ հետո չասեն ոտքս կոտրվեր, ձեռքս Հա, ձեռքս կոտրվեր գնացի Քվեարկին։ Լավ, մի անգամ, երկու անգամ, սա երրորդ փուլն ախր։ Եվ դա սովորական այո ընտրություններ չէ։ Եվ դրա համար ես հուսով եմ գոնե այս անգամ մարդիկ իսկապես կհասկանան ինչ են անում, բայց նորից եմ կրկնում, այնքան պետք է ոչ թե մարդկանց գիտակցության վրա հույսը դնել, այլ ընդդիմության գրագետ եւ ճիշտ աշխատանքի վրա։ Այս սա շատ կարեւոր է։ Եվ եթե ինձ ընդդիմությունը հավաքվի եւ հետեւի գոնե այն խորհուրդները լսի, որ ասում է, ես համոզված եմ, որ լավ արդյունքներ կլինեն։ Հուսանք ձեր նման մարդիկ էլ ընդդիմությանը անընդհատ կօգնի եւ կհասկացնի ինչա կատարում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Կհանդիպենք։